նույն ձեռագիրն է ու բոլորն էլ ասում են իմաստ չունի, մեկը չես գտնելու։ Հմուտ գողերը նրբորեն հանել են մեքենայի դիմացի հատվածն ու հանգիստ հեռացել։ Րոպեների ընթացքում Վազգեն Այվազյանին $3000 վնաս պատճառելով։ Շոկային վիճակ էր մոտս ուղղակի, որ հարավության վեր կենաս ու տեսնես, էլ չես կարա տեղաշարժվես քաղաքով, նույն ձև ոնց որ տեղաշարժվել ես։ 2 տարի առաջ էր գնել մեքենան վարկով։ Վարկային պարտավորություններն ավարտել էր, թե չէ այս գողությունը կատարեցին։ Եթե սա լիներ տաքսի վարորդի ավտոմեքենա, ինքը առավոտյան բարձելու էր, որ մնացել է առանց ապրուստի միջոցի, ինքը իր վարկերը եւ վերջ, ու ոչ մեկ իրան ձեռք չէր մեկնելու։ Ու ոնց ես հասկացա, փոխհատուցում ոչ մի տեղից չի լինում։ Վազգենը հետաքրքրվել ու պարզել է, որ իրենց փողոցներից մեկում տեսախցիկ կա։ Վերցրել է այդ օրվա տեսագրություններն ու ասում է՝ ժամը 5-ին մոտ շարժ է նկատել։ Բացի այդ, ստուգել է մոտակայքում գտնվող սուպերմարկետի տեսագրություններն ու ասում է՝ մյուս 2 ուղղությամբ շարժ չկար։ Շատ հեշտ կարող են գտնեն, կանխեն, որ ոչ մի մարդ տվյալ իրավիճակում չհայտնվի, եթե անգամ ոչ մի մեխանիզմ չունեն մարդուն վերադարձնելու գողացված ապրանքները, գոնե կանխեն այլ մարդկանց հանդեպ նման արարքները, որտեվ այս տանում է նրան, որ վախի մթնոլորտ է ստեղծում, որ մարդը կարա աշխատի, ստեղծի ու մի քանի րոպեում այդ ամեն ինչից զրկվի։ Volt Chevrolet մակնիշի մեքենաների դիմացի հատվածի գողության 3-րդ բարձրաձայնված դեպքն է։ Վարորդի ընկեր ՀԿ-ի նախագահն ասում է, մեքենաներից գողությունները միշտ նույն պատկերն են ունեցել։ Տարբերությունը մեքենաների մակնիշներն ու մասերն են եղել։ Հիմա թիրախում վոլտերն են։ Գողացած պայստամասը ինչ որտեղ պահում են եւ Telegram կանալի միջոցով, այդ գումարը վճարում իրենց, ինքը տեղը ասում է գնում գտնում ես քո գույքը։ Դրա համար ոստիկանությունը ստե լուրջ խնդիրներ ունի երկու ուղղությամբ, մեկ պետք է օրենսդրական այդ կարգավորումներ իրականացնել այդ պայստամասերի վաճառքի փաստաթղթավորման հարցում եւ երկրորդը այդ կիբեր հանցագործության բաժինը պետք է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկի։ Վրաստանի օրինակից օգտվելու խորհուրդ է տալիս Քեյանը։ Դեռ 10 տարի առաջ Վրաստանում ընդունվեց օրինագիծ, ըստ որի ավտոպահեստամասերի վաճառողները, եթե չունեն ձեռքբերման փաստաթղթերը, չեն կարող որևէ մաս վաճառել։ Ինչ է կարծում Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Ինչպես է պատկերացնում նմանատիպ գողությունների կանխումն ու բացահայտումը։ Զարզանտ Գաբրիելյանը մեծ այդ զրույցում ասում է, մեքենաներից գողության մեկ դեպք բացահայտել ենք, տեսանյութն էլ հրապարակել։ Տեսել ենք, բայց այլ հարցեր են հետաքրքիր։ Ես էլ ասում եմ, հարցում ուղղակի պատասխանում ձեզ, թե իրենք ինչ քայլեր են ձեռնարկում եւ ձեր մյուս բոլոր հարցերի պատասխանները կտամ։ Հարցումը կուղարկենք, բայց 5 աշխատանքային օրվա ընթացքում կստանանք պատասխանը։ Իսկ այդ ընթացքում Վազգենը հասարակական տրանսպորտով, տաքսիով է շարունակելու աշխատանքի գնալ ու մտածել՝ մեքենան վաճառելն է ձեռնտու, թե գողացված հատվածը գնելը։ Իսկ գողերը ինչ կանեն։ Գոնե նրանց աշխատանքը կանխվում է, ինչ քայլեր են իրականացվում։ Հարցում ուղղակի, որ մենք ուղղակենք մասնագիտացված ստորաբաժանում, դες կպատասխանենք։ Տիգրան Քեյանը վստահ է, եթե ոստիկանությունը ցանկանա, շատ շուտ կբացահայտի գողերին ու կկարգավորի հարցը մեկընդմիշտ։ Վազգենն էլ ասում է, կարճ ժամանակում մի շարք տեղեկություններ է պարզել ու մտածում, եթե նա սահմանափակումներով կարողացել է այդքանը ճշտել, ոստիկանները, քննիչները ավելին պետք է անեին։ Նույն ձեռագրով դեպքերը կրկնվում են։ Ով է քնած, երբ գողերն են արթուն։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։